Հարգելի Արի։ լրագրողներ, դուք ինքներդ եք տեսակ ինչ է կատարվում, մենք այսօր փաստորեն վերջնական ավարտեցինք այս դատական գործը, ինչպես նաև ականատես եղաք այս գործի ընթացքում, ինչպես քիչ առաջ զրուցում էինք նաև գյումրեցիների հետ, ուրեմն խնձորներով բացատրվեց, նույնիսկ խնձորների մակարդակով բացատրվեց, որ Միքայել Սրբազանը որևէ հանցագործություն չի կատարել, խոսել է անցյալի մասին, կոչեր չի արել, բայց ամեն ինչից հետո դատարանը մեղադրական վերդիկտ կայացրեց, այսօր էլ լսեց, դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ազատազրկում, դատարանն էլ հեռացավ առանձին սենյակ հոկտեմբերի 3-ին հրապարակել իր դատավճիռը եւ կոնկրետ ես կանխատեսում եմ, որ ազատազրկում է տալու, որովհետեւ տեսեք, այնքան կանխատեսել են, արդեն նույնիսկ մենք ասեմ շատ պետք չի խելք ունենալ, որ չկանխատեսես։ Ակնհայտ էր 2 տարի 6 ամիս միջնորդեց դատախազը, հետո դատավորը կարող է մի քիչ էլ մարդասիրական մոտեցում ցույց տալ, 6 ամիս իջեցնել, 2 տարի սահմանել կամ 2 տարի 6 ամիսն էլ թողել։ Իմ գործընկերների մի մասը մի քիչ ավելի լավատեսական հակումներ ունեն, բայց հաշվի առնելով այս դատավորի նույնիսկ այն պարզունակ խախտումները եւ այսօրվա մի նիստի ժամանակ էլ դա հատուկ ընդգծեցինք, որ նույնիսկ տարական իրավունքի հետ կապված հարցեր դատարանը չի բավարարում։ Տարական հարցեր, որ իր պարտականությունն է։ Եվ սա ցույց է տալիս մի բան, որ դատավորը թելադրվում է քաղաքական նկատառումներով եւ բնականաբար այս որոշումը չի կայացվում այս դատարանի շենքում։ Ցավալի է, բայց դա փաստ է։ Պարոն Զոհրաբյան, դուք խոսեցիք նիստի ժամանակ, այս լսեցի դատավորի կողմից խախտումների մասին, սրա հետ կապված կդիմեք նախարարություն կամ հանձնաժողով կարգապահ։ Այո, մենք նման մտադրություն ունենք, սպասենք հոկտեմբերի 3-ին, տեսնենք դատավորի վերջնական դրսևորում եւ դրանից հետո անպայման դատավորի հետ կապված մենք որոշակի գործընթաց պետք է իրականացնենք։